Եթերում ազատ լուրերի հիմնական թողարկումն է, ես Անի Ստեփանյանն եմ, բարև ձեզ, կարևորի մասին նախամարոտ։ Օգտատեր Դավիթ Գալստյանը Facebook-ի իր էջում տեղեկություն է տարածել, թե իբրև ադրբեջանական կողմը երեկոյան մի քանի անգամ կրակել է Հայաստանի զինված ուժերի դիրքերի ուղղությամբ։ Պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը հերքել է այս տեղեկությունը։ 2026 թվականի փետրվարին Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյդի Վենսը կայցելի Հայաստան։ Այս մասին Facebook-յան իր էջում գրել է Հանուն Հանրապետության կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը։ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը անդրադարձել է այս տեղեկությանը։ Ադրբեջանի տարածքով Հայաստան հացահատիկի մատակարարումից բացի Ռուսաստանը քննարկում է պարարտանյութեր մատակարարելու հնարավորությունը, ասել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ Նրա խոսքով Մոսկվան եւ Երևանը քննարկում են նաեւ հակառակ ուղղությամբ բեռներ ուղարկելու հնարավորությունը։ Ադրբեջանի օգտին լոբբինգ իրականացնող ԵԽԽՎ նախկին անդամը մեղադրվում է կոռուպցիոն գործարքների իրականացման եւ ադրբեջանական իշխանություններին 2010-ից 18 թվականների ընթացքում գաղտնի տեղեկություններ տրամադրելու համար։ Գերմանիայի Բունդեսթագի նախկին պատգամավորը օրեր առաջ ձերբակալվել է։ Ըստ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի 2026 թվականի աշնանը եւս մեծ թվով թիմ ընտրություններ է սպասվում։ Վահագն Հովակիմյանը խոսել է նաեւ խորհրդարանական ընտրությունների անցկացման հավանական օրվա մասին։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ներկայացրել է Ռուսաստանի հետ պատերազմի դադարեցման նպատակով մշակված 20 կետանոց խաղաղության ծրագրի հիմնական դրույթները, որոնք Կիևը քննարկում է Միացյալ Նահանգների հետ։ Փաստաթուղթը կարող է հիմք դառնալ ապագա խաղաղության համաձայնագրերի համար։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի նիստը, որին մասնակցել են նաև խորհրդի անդամ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի հրավիրել մասնակիցներ։ Օրակարգային հարցերի շրջանակում արդարադատության նախարար, հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի անդամ Սրփուհի Գալյանը ներկայացրել է նախընտրական քարոզչության սահմանափակումների ուղեցույցը։ Քննարկվել է կուսակցությունների մասին սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին սահմանադրական օրենքի եւ օրենքների նախագծերը։ Խորհրդի նիստի մասնակիցները հանդես են եկել իրենց դիտարկումներով եւ առաջարկություններով։ Վարչապետ Փաշինյանը նշել է, խնդիրը պետք է լինի հետեւյալը, որ ոչ թե կանոններ սահմանվեն որպես թակարդներ, այլ կանոններ, որոնք կօգնեն կուսակցություններին գործել օրինական դաշտում։ Նիկոլ Փաշինյանի խոսքով իրենց խնդիրը այն չէ, որ կուսակցությունները անընդհատ խախտումներ անեն, իսկ մարմինները տուգանեն, գործեր հարուցեն։ Մեր խնդիրն է նպաստել, որպեսզի կուսակցությունները ծավալեն հնարավորինս քաղաքակիրթ գործունեություն, նշել է երկրի ղեկավարը։ Օգտատեր Դավիթ Գալստյանը Facebook-ի իր էջում տեղեկություն է տարածել, թե իբրև ադրբեջանական կողմը երեկոյան մի քանի անգամ կրակել է Հայաստանի զինված ուժերի դիրքերի ուղղությամբ։ Նա մանրամասնել է գրելով, թե կրակել են ոչ թե բուն դիրքերին, այլ դրանց վերևով Հայաստանի ուղղությամբ։ Թիրախային կրակ չի եղել, դա տեղի է ունեցել մոտավորապես Նախիջևանի կողմից, նշել է նա։ Պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը հերքել է այս տեղեկությունը, գրելով, որ այն չի համապատասխանում իրականությանը։ Հերթական ապատեղեկատվությունն է։ Ինչ է սա, եթե ոչ պետության դեմ ուղղված հիբրիդային արշավի դրսևորում, հավելել է Թորոսյանը։ Այժմ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության գործընթաց է ընթանում, եւ այդ գործընթացի նախաձեռնողները նույնպես մենք ենք եղել։ Այս մասին օկուպացված Արցախում ասուլիսի ժամանակ հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն էլ Ալիևի հետ զրույցում գոհունակություն է հայտնել Ադրբեջանի եւ Հայաստանի միջև խաղաղության գործընթացի առաջընթացի կապակցությամբ։ Էրդողանը ընդգծել է Անկարայի աջակցությունն այդ գործընթացին։ Ասված է Թուրքիայի նախագահականի տարածած հաղորդագրության մեջ։ 2026 թվականի փետրվարին Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյդի Վենսը կայցելի Հայաստան։ Այս մասին Facebook-յան իր էջում գրել է Հանուն Հանրապետության կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը։ Սա պարզապես բարձր մակարդակի սովորական այց չէ։ Սա փաստ է, որ Վաշինգտոնը արագ անցնում է օգոստոսի 8-ի պայմանավորվածությունների գործարկմանը։ Այսպիսի այցերը արժեքավոր են կոնկրետությամբ։ Հայաստանը պարտավոր է հանդես գալ հստակ, չափելի փաթեթով։ Նա նկատել է, որ ամերիկյան ներգրավվածությունը հնարավորություն է Հայաստանը դարձնելու կապի վստահության եւ անվտանգության հանգույց։ Բաբաջանյանը կարծում է, որ Միացյալ Նահանգների փոխնախագահի այցի գլխավոր արդյունքը պետք է լինի ոչ միայն ծրագրերի մեկնարկը, այլև այն ուղերձը, որը
Նախ եւ առաջ պետք է հնչի Հայաստանի քաղաքացիներին, մեր անկախությունն ու ինքնիշխանությունը պարզապես հռչակված գաղափար չեն, այլ պաշտպանվող ռազմավարական ընտրություն։ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը անդրադարձել է J.D. Vance-ի Հայաստան այցի վերաբերյալ Արման Բաբաջանյանի հրապարակած տեղեկությանը, նշելով Հայաստան նախատեսվող բարձրաստիճան այցերի մասին մենք պատշաճ կերպով եւ ժամկետներում տեղեկացնում ենք։ Միացյալ Նահանգներում Հայաստանի դեսպան Նարեկ Մկրտչյանը Սպիտակ տանը հանդիպել է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի հետ նորանշանակ դեսպանների համար կազմակերպված միջոցառման շրջանակում։ Մկրտչյանը շնորհակալություն է հայտնել Թրամփին Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին ցուցաբերած աջակցության եւ օգոստոսի 8-ին ձեռք բերված համաձայնության համար։ Թրամփը բարձր է գնահատել վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջնորդությունն ու դերը խաղաղության հաստատման գործում եւ նրան փոխանցել է անձնական մակագրությամբ նվեր՝ ի նշան բարձր գնահատանքի։ Ինչպես երեկ հայտնել ենք, Ադրբեջանի տարածքով հացահատիկով բեռնված հերթական գնացքն է Ռուսաստանից ուղևորվել Հայաստան։ Պարզվում է, Ադրբեջանի տարածքով Հայաստան հացահատիկի մատակարարումներից բացի Ռուսաստանը քննարկում է պարարտանյութեր մատակարարելու հնարավորությունը։ Ուսումնասիրվում է նաև հետադարձ բեռնափոխադրումներ ապահովելու հնարավորությունը, ասել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ Նա նաև նշել է, որ վերջերս Ադրբեջանից Հայաստանը ժամանել նավթամթերք տեղափոխող գնացք։ Օվերչուկի խոսքով Մոսկվան եւ Երևանը քննարկում են նաև հակառակ ուղղությամբ բեռներ ուղարկելու հնարավորությունը։ Ադրբեջանի օգտին լոբբինգ իրականացնող ԵԽԽՎ նախկին անդամը մեղադրվում է կոռուպցիոն գործարքների իրականացման եւ ադրբեջանական իշխանությունների 2010-ից 18 թվականների ընթացքում գաղտնի տեղեկություններ տրամադրելու համար։ Գերմանիայի Բունդեսթագի նախկին падգամավորը օրեր առաջ ձերբակալվել է Գերմանիայի հիվանդանոցներից մեկում։ Նախկինում քիչ չեն եղել դեպքերը, երբ Ադրբեջանը միջազգային հեղինակավոր հարթակներում հակահայկական հայտարարություններ են չեսնելու եւ Ադրբեջանի օգտին լոբբինգ իրականացնելու համար տարբեր կառույցների պաշտոնյաներին ներքաշել է կոռուպցիոն գործարքների մեջ եւ մեծ գումարների միջոցով հակահայկական օրինագծեր անցկացրել։ Եվրոպական կառույցների որոշ պաշտոնյաների սերտ գործակցությունը ադրբեջանական իշխանությունների հետ շատ դեպքերում բացահայտվել է եւ քրեական ընթացք ստացել։ Այդպիսի օրինակներից է Բունդեսթագի նախկին падգամավոր Աքսել Ֆիշերի նկատմամբ գերմանական իշխանությունների հետաքննությունն ու նրա ձերբակալումը։ Ֆիշերը, որը կալանավորվել է օրեր առաջ Բադզիկենգենի հիվանդանոցում, կասկածվում է Ադրբեջանի օգտին լոբբինգ իրականացնելու համար։ Պարզվել է, որ նա լինելով գերմանական քրիստոնեա-դեմոկրատական միության անդամ 2010-ից մինչև 2018 թվականները հանդիսանալով ԵԽԽՎ անդամ, օգտագործելով իր լիազորություններն ու կապերը 2011-ից 14 եւ 2015-ից 16 թվականներին համապատասխանաբար ստանալով 58,000 եւ 26,300 եվրո, այդ գումարների դիմաց Ադրբեջանի օգտին քվեարկություն եւ նպաստավոր հայտարարություններ է կատարել։ Ֆիշերն անձամբ չի ընդունում իրեն մեղսագրող մեղքն ու դատական նիստերի ընթացքում բազմիցս հերքել է այդ ամենը։ Ես անմեղ եմ եւ որևէ ֆինանսական կամ այլ օգուտ չեմ ստացել ադրբեջանամետ քվեարկության կամ որևէ այլ վարկագծի համար, ու միշտ ազատորեն եմ քվեարկել եւ երբեք չեմ վաճառել իմ ձայնը։ Նախկինում հայտարարել էր նա դատարանում, պնդելով, որ իր կամքով է այդ ամենը կատարել։ Հավելենք, որ ըստ Եվրասիա Դեյլիի Ֆիշերը միակ նախկին գերմանացի օրենսդիրը չէ, որ մեղադրվում է այս գործով։ Ըստ լրատվամիջոցի Բունդեսթագի քրիստոնեա-դեմոկրատական դաշինքի մյուս նախկին падգամավորը Էդուարդ Լինտները եւս մեղադրվում է ԵԽԽՎ-ում Ադրբեջանի շահերը պաշտպանելու նպատակով կաշառք ստանալու համար։ Հետաքննիչները նրանց գործողությունները դիտարկել են որպես ադրբեջանական լվացքատուն անունով հայտնի ավելի լայն սխեմայի մի մաս, որի շրջանակում Ադրբեջանը մեղադրվում է եվրոպացի քաղաքական գործիչներին համակարգված կաշառելու համար։ ԵԽԽՎ падգամավորներն այդ գումարները ստացել են Բաքվի իշխանությունների վարած քաղաքականության վերաբերյալ քննադատությունը մեղմելու այդ երկրում մարդու իրավունքների խախտման առնչությամբ բանաձևերի ընդունումը խոչընդոտելու համար։ Էդուարդ Լինտները նույնպես չի ընդունել Գերմանիայի իրավապահների կողմից իրեն մեղսագրվող հանցանքը, հայտնելով, որ հայտնաբերված գումարները իր падգամավորական գործունեության հետ կապ չունեն։ Նշենք, որ ըստ նախագահող դատավորի Ֆիշերի ձերբակալման պատճառները նիստերից բացակայելն ու նախկին իշխանավորի կողմից անպատասխանատու վարքագիծ դրսևորելն են։
Ըստ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի 2026 թվականի աշնանը եւս մեծ թվով դիմընտրություններ են սպասվում։ Վահագն Հովակիմյանը տարվա ամփոփիչ ասուլիսում տեղեկացրել է, որ քարոզարշավի եւ ընդհանրապես ընտրական գործընթացների ֆինանսական թափանցիկության ու ֆինանսավորման օրինականության գործընթացը ավելի պատշաճ եւ ժամանակակից գործիքակազմերի կիրառմամբ իրականացնելու նպատակով կենտրոնական ընտրական հանձնաժողովը գործակցելով միջազգային գործընկերների հետ մոնիթորինգային ծրագրեր է կիրառելու։ Հանձնաժողովի նախագահը խոսել է նաև խորհրդարանական ընտրությունների անցկացման հավանական օրվա մասին։ Խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն 2026 թվականի հունիսի 2-ից 12 ընկած միջակայքում։ Այդ ժամանակահատվածում միակ կիրակին հունիսի 7-ն է։ Այս մասին տարվա ամփոփիչ ասուլիսում հայտարարեց կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանն ու բացատրեց, ինչով է այն պայմանավորված։ Որտեղ այդ նշած ժամանակահատվածում միակ կիրակին հունիսի 7-ն է։ Այսինքն եթե նախագահ այլ օր որոշի այլ օր նշանակի, այստեղ կրկին այլ, այսպես ասենք, իրավական հետևանքներ, այսինքն պիտի միատել կառավարի, որտեղ եթե ասենք այդ կիրակին չնշանակի աշխատանքային օր նշանակի, այնտեղ ոչ աշխատանքային օր հայտարարելու խնդիր կառաջանա, պատկերացրեք, չէ՞, այսինքն շղթայական նոր այսպես իրավական կարգավորումների անհրաժեշտություններ կառաջանան։ Վահագն Հովակիմյանը տեղեկացրեց, որ հանձնաժողովը խորհրդարանական ընտրություններին կիրառելու է մոնիթորինգի եւ վերահսկողության տարբեր գործիքներ։ Քարոզարշավի եւ ընդհանրապես ընտրական գործընթացների ֆինանսական թափանցիկության եւ ֆինանսավորման օրինականության գործընթացը ավելի պատշաճ եւ ժամանակակից գործիքակազմերի կիրառմամբ իրականացնելու նպատակով կենտրոնական ընտրական հանձնաժողովը միջազգային գործընկերների հետ համագործակցությամբ մոնիտորինգային ծրագրեր է կիրառել, որոնք հնարավորություն կտան մեզ ասենք համացանցում տեղի ունեցող գործընթաց քարոզչությունը ավելի հաստարկված եւ հնարավորինս ընդգրկուն ծավալներով դիտարկել մոնիտորինգի ենթարկել։ 2026 թվականը ընտրությունների անցկացման համատեքստում բուռն տարի է լինելու։ Հաջորդ տարվա աշնանն էլ 46 համայնքում տեղի կունենան տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը թվարկեց այդ համայնքները։ Նորու մարզի Ֆիոլետովը, Լերմոնտովը, Արմավիր մարզի Ֆերիկ, Արագոծոտնի մարզի Արևուտ, Մեծաձոր, Շամիրամ եւ Կոտակի մարզի Արզունի համայնքներում այդտեղ մեծամասնական ընտրակարգով են դիմընտրությունները տեղ ունենում, ես ուղղակի 40, բայց ընդհանուր 46 համայնք են, որոնցից մարզ կենտրոնները թվարկեմ, Աշտարակ, Արտաշատ, Արմավիր, Գավառ, Վանաձոր, Հրազդան, Կապան, Եղեգնաձոր եւ Իջևան։ Համայնքներն են Ապարան, Արարատ, Մասիս, Արաքս, Բաղրամյան, Մեծամոր, Մարտունի, Սևան, Վարդենիս, Թումանյան, Սպիտակ, Ստեփանավան, Փամբակ, Աբովյան, Գառնի, Ծաղկաձոր, Նայիրի, Նորհաճն, Ախուրյան, Ամասիա, Աշոցք, Արթիկ, Գորիս, Մեղրի, Տաթև, Տեղ, Վայք, Ջերմուկ, Դիլիջան եւ Նոյեմբերյան։ Դիմընտրությունների համար կենտրոնական ընտրական հանձնաժողովը սահմանել է 3 օր՝ սեպտեմբերի, հոկտեմբերի եւ նոյեմբերի վերջին կիրակիները։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այս ծավալուն աշխատանքներին արդեն իսկ մանրակրկտորեն պատրաստվում է։ Ոչ միայն զինվելով տեխնիկապես, այլև իրազեկման աշխատանքներ կազմակերպելով, նոր դասընթացներ անցկացնելով, որոնց ժամանակ կներկայացվեն նաեւ օրենսդրական փոփոխությունները։ Ի դեպ, հանձնաժողովը հոկտեմբերի 20-ից մինչև դեկտեմբերի 10 ընկած ժամանակահատվածում իրականացրել է նաեւ 38 հանձնաժողովների անդամների ատեստավորում։ Այն ընդհատվել է միայն 2 շաբաթով, պայմանավորված վաղարշաբաթի թիմ ընտրություններով։ Հարցին, թե ինչպես է գնահատում վերջին ընտրությունների նկատմամբ հանրության վստահությունը, կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահն այսպես պատասխանեց. Ամ դուք չեք հիշում մեր մասին, որ մենք ձեզ չհրավիրեինք, մեր մասին չեք հիշում։ Դա է, այսինքն դա նշանակում է, որ մեր գործը մենք շատ ճիշտ ենք անում։ Եթե թերություն ունենանք, դուք առաջին հերթին ձեր խոշորացույցներով այդ թերությունները բերելու եք մտցնեք մեր աչքը։
Հաջորդ տարի կայանալիք ընտրություններում կուսակցությունների անցողիկ շեմը 5-ից կդառնա 4%, իսկ դաշինքների դեպքում կբարձրանա։ Մինչև 3 դաշինքների անցողիկ շեմը կլինի 8%, իսկ 3-ից ավելի կուսակցությունների դաշինքի դեպքում անցողիկ շեմը կդառնա 10%։ Հետևաբար հավանական է, որ կուսակցություններից շատերը կնախընտրեն ընտրություններին մասնակցել իրենց խմբակցությամբ, առանց դաշինքի։ Լուսինե Գրիգորյան, Տիգրան Ղազարյան, Free News, Ազատ լուրեր։ Շարունակում ենք թողարկումը Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ներկայացրել է Ռուսաստանի հետ պատերազմի դադարեցման նպատակով մշակված 20 կետանոց խաղաղության ծրագրի հիմնական դրույթները, որոնք Կիևը քննարկում է Միացյալ Նահանգների հետ։ Զելենսկու խոսքով փաստաթուղթը կարող է հիմք դառնալ ապագա խաղաղության համաձայնագրերի համար, սակայն կողմերը դեռևս չեն կարողացել համաձայնության գալ երկու առանցքային հարցերի շուրջ։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հրապարակել է Ռուսաստանի հետ պատերազմի դադարեցման նպատակով մշակված 20 կետանոց խաղաղության ծրագրի հիմնական դրույթները, որոնք Կիևը քննարկում է Միացյալ Նահանգների հետ։ Նրա խոսքով ծրագիրը կարող է դառնալ ապագա խաղաղության համաձայնագրերի հիմք, սակայն երկու առանցքային հարցերի շուրջ տարածքների վերահսկողության եւ Զապորոժիեի ատոմակայանի կարգավիճակի վերաբերյալ կողմերը դեռևս համաձայնության չեն հասել։ Զելենսկու հայտարարությունները հրապարակվել են շաբաթներ տևած ինտենսիվ բանակցություններից հետո, որոնց ընթացքում ըստ Ուկրաինայի նախագահի բազմաթիվ տարաձայնություններ հարթվել են, սակայն ամենազգայուն հարցերը դեռ պահանջում են քաղաքական բարձր մակարդակի քննարկում։ Խաղաղության ծրագրի առանցքային կետերից է Ուկրաինայի ինքնիշխանության հաստատումը եւ Ռուսաստանի ու Ուկրաինայի միջև խաղաղության մասին իրավաբանորեն պարտադիր համաձայնագրի կնքումը։ Փաստաթուղթը նախատեսում է շփման գծի երկայնքով մոնիթորինգի մեխանիզմի ներդրում միջազգային ներկայացուցիչների մասնակցությամբ։ Ուկրաինային առաջարկվում են անվտանգության երաշխիքներ Ամերիկայի Միացյալ Նահանգների, ՆԱՏՕ-ի եւ եվրոպական պետությունների կողմից ՆԱՏՕ-ի պայմանագրի 5-րդ հոդվածի օրինակով։ Ըստ ծրագրի, եթե Ռուսաստանը վերսկսի ռազմական գործողություններն անմիջապես կհետևի պատասխանը եւ կվերականգնվեն Ռուսաստանի դեմ պատժամիջոցները։ Միաժամանակ նախատեսվում է, որ Ուկրաինայի զինված ուժերի թվաքանակը խաղաղ ժամանակ կկազմի 800,000 զինվորական, իսկ երկիրը կպահպանի իր ոչ միջուկային կարգավիճակը։ Մենք խաղաղություն ենք առաջարկում ոչ թե ժամանակավոր դադարի, այլ կայուն անվտանգության հիմքի վրա։ Եթե անգամ ագրեսիան կրկնվի, աշխարհը պետք է անմիջապես արձագանքի դրան։ Տարածքների հարցը Զելենսկին բնութագրել է որպես ծրագրի ամենադժվար կետ։ Ուկրաինական կողմն առաջարկում է ռուսական զորքերի դուրսբերում Դնեպրոպետրովսկի, Նիկոլաևի, Սումի եւ Խարկովի մարզերից, իսկ Դոնեցկի, Լուգանսկի, Զապորոժիեի եւ Խերսոնի մարզերում փաստացի ճանաչել շփման գիծը համաձայնագրի կնքման պահին։ Ռուսաստանն իր հերթին պնդում է ուկրաինական զորքերի լիակատար դուրսբերումը Դոնբասի ամբողջ տարածքից, նաեւ Զապորոժիեի եւ Խերսոնի մարզերից, նշելով, որ դրանք 2022 թվականի հանրաքվեից հետո ընդգրկվել են Ռուսաստանի կազմում։ Ամերիկյան կողմն առաջարկում է փոխսիջումային տարբերակ ազատ տնտեսական գոտու ստեղծում վիճահարույց տարածքներում։ Եթե այդ բանաձևը չընդունվի, փաստաթուղթը կարող է ներկայացվել համազգային հանրաքվեի։ Զապորոժիեի ատոմակայանի վերահսկողության հարցը մնում է չլուծված։ Վաշինգտոնն առաջարկում է եռակողմ կառավարում Ուկրաինայի, Ռուսաստանի եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ, որտեղ հիմնական կառավարիչը կլինեն ամերիկացիները։ Կիևը սակայն պնդում է, որ Ռուսաստանը չպետք է մասնակցի կառավարմանը, առաջարկելով ԱՄՆ-Ուկրաինա 50-50 մոդել։ Ռուսաստանն էլ նախկինում կտրականապես բացառել է ԱԵԿ-ի վերահսկողության փոխանցումը կամ համատեղ օգտագործումը։ Ծրագրի տնտեսական հատվածը նախատեսում է Ուկրաինայի անդամակցությունը ԵՄ-ին ֆիքսված ժամանակացույցով, ազատ առևտրի համաձայնագիր Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ, նաև լայնածավալ վերականգնման ծրագիր։ Նախատեսվում է ստեղծել մի քանի հիմնադրամ, շուրջ $800 միլիարդ ներդրումներ ներգրավելու նպատակով։ Զելենսկին ընդգծել է, որ միջազգային գործընկերներից ստացված բոլոր միջոցները կուղղվեն բացառապես Ուկրաինայի վերահսկողության տակ գտնվող տարածքներին։ Հումանիտար մասում ներառված են գերիների փոխանակում, բոլորը բոլորի դիմաց սկզբունքով, քաղաքացիական անձանց եւ երեխաների վերադարձ, նաեւ խաղաղության համաձայնագրի ստորագրումից հետո հնարավորինս սեղմ ժամկետներում, մինչեւ 100 օրվա ընթացքում ընտրությունների անցկացում։ Կրեմլը մինչեւ այժմ խուսափում է փաստաթղթի բովանդակության հրապարակային գնահատականներից։ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նշել է, որ Մոսկվան նման հարցերը հրապարակային չի քննարկում։ Ռուսաստանը շարունակում է հանձնառու մնալ խաղաղության հասնելուն, սակայն նման բարդ հարցերը պետք է քննարկվեն փակ բանակցային ձևաչափերում։
Միացյալ Նահանգների նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը Մայամիում Ռուսաստանի, Ուկրաինայի եւ Եվրոպայի ներկայացուցիչների հետ ունեցած հանդիպումները գնահատել է արդյունավետ եւ կառուցողական, նշելով, որ Մոսկվան եւս ցանկանում է հասնել խաղաղության։ Խաղաղության վերաբերյալ քննարկումներին զուգահեռ ռազմական գործողությունները շարունակվում են։ Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տվյալներով դեկտեմբերի 24-ի գիշերը Զապորոժիեում ռուսական ավիահարվածների հետևանքով վիրավորվել է առնվազն 4 մարդ, վնասվել են բնակելի շենքեր, բռնկվել է հրդեհներ։ Ուկրաինայի զինված ուժերի հաղորդմամբ նույն գիշերը Ռուսաստանը կիրառել է 116 անօդաչու թռչող սարք, որոնցից 60-ը խոցվել է հակաօդային պաշտպանության ուժերի կողմից։ Ուկրաինայի իշխանությունները եւ միջազգային կազմակերպությունները քաղաքացիական ենթակառուցվածքների դեմ հարվածները որակում են որպես պատերազմական հանցագործություններ, մինչդեռ Ռուսաստանը պնդում է, որ թիրախավորում է ռազմական օբյեկտներ։ Սոնա Գիշյան, Free News, Ազատ լուրեր։ Մոսկվայի հարավում գիշերը տեղի ունեցած մեքենայի պայթյունի հետևանքով 2 ոստիկան է զոհվել եւ եւս 1 անձ։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի քննչական կոմիտեն, չնշելով թե ով է երրորդ անձը։ Հաղորդվում է, որ ոստիկանները մոտեցել էին կասկածելի պահվածք ցուցաբերող մի տղամարդու։ Վերջինս ոստիկանների մոտենալուն պես պայթուցիկ սարք է գործի դրել։ Պայթյունը տեղի է ունեցել այն վայրում, որտեղ այս շաբաթվա սկզբին ռումբի պայթյունից ռուս գեներալ Ֆանիլ Սարվարովն էր զոհվել։ Պայթուցիկ սարքը ամրակցված է եղել նրա մեքենային։ Միջազգային եւ տարածաշրջանային նորություններին տեսաշարով ծանոթացեք։ Ուկրաինական ուժերը նահանջել են Դոնեցկի մարզի արևելքում գտնվող Սևերսկ քաղաքից զինծառայողների կյանքն ու ստորաբաժանումների մարտունակությունը պահպանելու նպատակով, հայտնում է Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը։ Ուկրաինական կողմի փոխանցմամբ Սևերսկ շրջանում շարունակվում են ծանր մարտերը, իսկ ռուսական զորքերն ունեն կենթանի ուժի եւ ռազմական տեխնիկայի առավելություն։ Չնայած զգալի կորուստներին, ռուսական կողմը շարունակում է ակտիվ հարձակվողական գործողությունները եւ փորձում է առաջ խաղացում ապահովել դեպի Սլավյանսկ, որը մտնում է Ուկրաինայի վերահսկողության տակ։ Դեկտեմբերի 11-ին Ռուսաստանի զինված ուժերը հայտարարել էին Սևերսկի նկատմամբ վերահսկողություն հաստատելու մասին, սակայն ուկրաինական հրամանատարությունն այն ժամանակ նշել էր, որ քաղաքի համար մարտերը դեռ շարունակվում են։ Լիբիայի բանակի շտաբի պետ Մուհամմադ Ալի Ահմեդ Ալ-Հադադը զոհվել է Անկարայից Տրիպոլի մեկնող մասնավոր ինքնաթիռի կործանման հետևանքով։ Այս մասին հայտարարել է Լիբիայի միջազգայինորեն ճանաչված կառավարության վարչապետը, նշելով, որ ինքնաթիռում գտնվել են եւս 4 անձ։ Թուրքիայի ներքին գործերի նախարարը հայտնել էր, որ Անկարայից թռիչքից կարճ ժամանակ անց անհետացած ինքնաթիռի բեկորները հայտնաբերվել են մայրաքաղաքից շուրջ 74 կիլոմետր հեռավորության վրա։ Նախարարի տեղեկացմամբ օդանավը Անկարայի Հայմանա շրջանի երկնքում արտակարգ վայրեջքի խնդրանք էր ներկայացրել, սակայն դրանից հետո կապ հաստատել չի հաջողվել։ Հռոմի Պապ Լևոն 14-րդը Սուրբ Ծննդյան օրը կոչ է արել համաշխարհային հրադադար հաստատել, հորդորելով առնվազն 24 ժամով դադարեցնել բոլոր ռազմական գործողությունները։ Կրկին կոչ է անում բոլոր բարի կամքի տեր մարդկանց հարգել խաղաղության օրը, գոնե մեր Փրկչի ծննդյան տոնի առթիվ։ Լրագրողների հետ զրույցում ասել է Հռոմի Պապը։ Լևոն 14-րդը նշել է, որ խորապես մտահոգում է այն փաստը, որ Ռուսաստանն ըստ նրա մերժել է զինադադարի առաջարկը։ Հույսով եմ կլսեն եւ ամբողջ աշխարհում գոնե 24 ժամ խաղաղություն կլինի, հավելել է նա անդրադառնալով գործող հակամարտություններին։ Ռուսաստանում անօրինական ներգաղթյալների դեմ օրենքով սահմանված բոլոր միջոցառումները լիարժեքորեն կիրառվում են, ըստ ՌԻԱ Նովոստի հայտնել է Ռուսաստանի անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ Ռուսաստանում լիարժեք առանց բացառության կիրառվում են բոլոր օրենքով սահմանված միջոցառումները այն օտարերկրացիների դեմ, որոնք հիմքեր չունեն մնալու Ռուսաստանում։ Միգրացիայի վերահսկողության համակարգի կատարելագործմանը նվիրված խորհրդակցության ժամանակ ընդգծել է Մեդվեդևը։ Այն, որ Եվրոպան կարող է ուղղակի պատերազմ սկսել Ռուսաստանի դեմ, ավելի ու ավելի մոտ է թվում։ Այս մասին հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը։ Նա մասնավորապես նշել է. «Մենք այնքան մոտ ենք դրան, որ հունգարական հանրությունը նույնիսկ չի կարող պատկերացնել դա։ Հակապատերազմական հանրահավաքներ են անհրաժեշտ, որպիսի մարդիկ զգան այս վտանգի անմիջականությունը»։ Եվրոպացիները բացահայտ հայտարարել են, որ անգամ Թրամփի խաղաղության ջանքերին հակառակ նրանք կշարունակեն զինվել, ֆինանսավորել եւ աջակցել Ուկրաինային։ Եվ նույնիսկ հիմա նրանք խոսում են այնտեղ խաղաղապահ զորքեր ուղարկելու մասին։ Իսկ այս ժամի համար նախատեսել ենք այսքանը, թողարկման ավարտին ծանոթացեք եղանակային կանխատեսումներին, կհանդիպենք։